Օրեր առաջ Star News-ը մեծ ցավով տեղեկացրեց դերասան Խաչատուր Հունանյանի անժամանակ մահվան մասին։ Սիրված դերասանն ընդամենը 40 տարեկան էր։ Star News-ը նաև ցանկանում է խոսել Խաչատուր Հունանյանի ընտանիքի մասին։ Նա և կինն ամուսնացած էին տարիներ շարունակ։ Զույգն ունի 2 դուստր։ Նրանց առաջնեկը Սոֆյան լույս աշխարհ է եկել 2015 թվականին, և Խաչատուրը շատ հաճախ խոսելով հիվանդության հաղթահարման մասին նշում էր, որ դա պետք է անի հանուն իր երեխաների։ Իսկ մեզ մնում է հավելել նաև, որ ամիսներ առաջ Խաչատուր Հունանյանը հյուրընկալվել էր The Community հաղորդմանը։ Star News-ը հետևել էր զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսել էր իր ծննդավայրի, մանկության, ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը, սակայն, առավել խորքային ու հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին և քաղցկեղի դեմ իր համառ պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրեց իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։ Քաղցկեղն ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին։ Սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշել էր, որ այժմ ինքնազգացողությունն օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում էր հերթական ստուգումը՝ հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատը և հույսը։ Մշտապես նա նշում էր, որ շնորհակալ է իրեն աջակցող մարդկանց։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակը և տրամադրվածությունն էր։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չի։ Դա վճիռ չի ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն։ Պարզապես չպետք է ներշնչել ինքդ քեզ, պետք է լավատես լինել, նշել էր դերասանը։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է և չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։ Նա ընդգծեց ժպիտի, կյանքի փոքր ուրախությունների, մարդկանց հանդեպ բարության և դրական մտածողության կարևորությունը, նշելով, որ հենց այդ արժեքներն են օգնում հաղթահարել ամենաբարդ փորձությունները։ Star News.am-ը ևս մեկ անգամ ցավակցում է Խաչատուր Հունանյանի ընտանիքի անդամներին։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի տեսանյութ դերասանի մասնակցությամբ։ Բարի ողջույններս, իմ շատ սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, հուսամ լավ եք բոլորդ։ Նույնը չեմ ասի իմ համար, բայց շատ կարճ եկել եմ եթեր անեմ, մի հատ ձեզ ասեմ ինչ է կատարվում, ու դրանից հետո ավելի ճիշտ գնա իմ բուժման հերթական բարդ ճանապարհը, որի մեջով որ ես անցնում եմ։ Ուրեմն ասեմ, որ Գերմանիայում Cyberknife-ը իրականացվեցին, վառվեցին 3 հատ մեծ լիժեններ, հետաստազներ, որոնք ոսկորների մեջ էին գլխի վրա։ Մազերս մի քիչ թափել էր, հետ է եկել արդեն ստեղ ես մասերս։ Կներեք սուրտը առավոտ գլխակով եմ իրավունք չունեմ մրսելու։ Ես Գերմանիայից հետո թոքաբորգ տարա ու շատ բարդ պրոցես էր, ճիշտ ասած, եկա ստեղ անցա բրոնխոսկոպիայի մեջով, որը որ գիտեք ոնց է, կամերայով մտնում են մեջից մաքրում են թոքերը, շատ բարդ միջամտություն էր, ամենայն դեպս անցա դրան մեջով ու թթվասնային քաղց ունեի, իհարկե դեռ չեմ հիմնականում հանել ես շրանգը մի շրաղությամբ եմ շնչում, բայց եթերի ժամանակ անեցի, որպեսզի տպավորություն չստեղծեի, որ առանցրա կարող է նաև մեռնեմ, չէ, այդպես բան չկա։ Բայց ուզում ասեմ, սա կարգավորում է այդ բրոնխոսկոպիայից հետո, որպեսզի թոքերդ 100%-անոց սկսի հետո աշխատել, հələ որ սրահօգնության կարիքը ունենք։ Ուրեմն ասեմ, որ փոխել եմ հիվանդանոցս, Սիդրսայնն է դարել իմ նոր հիվանդանոցը, նոր բժշկական խմբի հետ եմ աշխատում, շատ խելացի պրոֆեսորների հետ ենք աշխատում, ովքեր արդյունքներ են գրանցել իրանց բուժումներ տալու
ընթացքում, իրենց կարիերայի ընթացքում մենք ճշտումներ կատարել ենք, որ նորմալ մարդկանց հետ ենք հիմա աշխատելու։ Հենց որ դուխով ենք, ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի եկել եմ ասեմ, որ անցնում եմ շատ բարդ process-ի մեջով, դժվար եմ շնչում, դժվար եմ տեղաշարժվում, որովհետև Cyberknife-երի ընթացքում Գերմանիայում էլի վնասվել է իմ ներվը, սայադիկ, որը որ չի թողում նորմալ քայլեմ, երբեմն դիմում եմ այս այլակի օգնությանը, տեղաշարժվելուց հիմնականում շատ չեմ կարող քայլեմ նորմալ, բայց սրանք ժամանակավոր բաներ են։ Եվս մի կարևոր բան, 3 հատ մետաստազ հայտնվել է ձախ աչքիս մեջ, որը որ մենք երբեք չենք մտածում, որ այդպես բան կարող լինի, բայց կտրուկ վատացավ ձախ աչքիս տեսողությունը, եկավ աչքի բժիշկի հիվանդանոցում, ստուգեց ու մենք հասկացանք, որ մետաստազ կնավ իմ աչքի մեջ։ Մի հատ մեծ, 2 հատ փոքր։ Ամենայն դեպս քիմիայի դեղերը խմում ենք, ամեն ինչ նորմալ է, սա ընթացքն է այս հիվանդության, չենք իմանում ամեն անգամ որտեղ դուրս կգա, ինչ կլինի, բայց հավատացած պետք է լինենք, որ ամեն ինչ լավ ալնելու, այնքան պետք է պայքարենք, ինքը պետք է հայտնվի, մենք սատկացնենք։ Տենց որ էլի մնում ենք շատ դուխով, չենք հիասթափվում։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, ձեր բարևների, ձեր բարոյա հոգեբանական աջակցության համար, ձեր ֆինանսական աջակցությունների համար։ Ես մինչև երկինք շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Պոզիտիվ եղեք, ժպտացեք, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։ Ես ոնց դուխով եղել եմ, տենց է դուխով գնալու եմ առաջ, մինչև վերջ, կապ չունի։ Մինչև վերջի հատիկը սրա սպանելու պետք է գնամ առաջ։ Ու օրինակ ծառայեմ բոլորին, որ կյանքը շարունակվում է ու սիրուն բան է։ Հենց որ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, ամենալավն ու բարին եմ մաղթում։ Միշտ օր եթերներ։ Ողջույն հարգելիներս։ Հուսամ բոլորդ լավ եք, լավ է ձեր բոլորի տրամադրությունը։ Ուղիղ կես ժամից կլինի վերջի այլման process-ը Cyberknife-ի եւ այսքանով կավարտենք մեր արկածները Գերմանիայում այս անգամ։ Հուսանք սրանց հետո լավ նորություններ կլինեն անընդհատ, կյանքը պետք է շարունակվի իր անունով եւ մենք ամեն ինչ արել ենք դրա համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր առանց վարանելու այդքան կոմենտներ են գրել, Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ օգնի։ Ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ Աստված ձեր օջախներին պահապան լինի, բոլորիդ պահապան լինի, առողջ լինեք, ուրախ լինեք, ժպտակ։ Կյանքը շարունակվում է, կյանքը շատ ուրախ բան է, նայած ոնց ենք մենք ընտրում այն։ Ամեն դեպքում սիրում եմ բոլորիդ շատ ու շնորհակալ եմ ամեն մեկից հետ առանձին ինձ այսքան օգնություն, էմոցիոնալ օգնություն տրամադրելու համար։ Լավ եղեք եւ միշտ նոր եթերներ։